պատրաստ եք ցել։ Այո։ Հարցեր ունեք։ Չէ, ես չունեմ։ Пожалуй, можем продолжать. Хорошо. Да, касательно вопроса авторитета пап на соборах. Ինչ վերաբերում է պապի հեղինակությանը ժողովների ժամանակ։ Да, Вселенские соборы проходили под председательством императора. Տիեզերական ժողովները կայսրի իշխանության հովանավորության ներքո էին անցկացվում։ Было кресло президента, кресло главного человека, который ведет собор. Կար գլխավոր մի աթոռ, որը խորհրդանշում էր այն մարդուն, որ անցկացնում էր այդ ժողովը։ И в этом кресле сидел император. Եվ այդ աթոռի վրա նստում էր կայսրը։ А епископы сидели рядом с ним в своих рядах. Իսկ եպիսկոպոսները նստում էին իր հետ իրենց շարքերում։ Шестой Никейский собор признает 3 независимых епархии. 6-րդ Նիկեական սաբորը լի կանոն։ Канон. 6-րդ Նիկեական կանոնը դավանում է 3 անկախ եպարխիաներ. Александрия, Рим, Антиохия. Ալեքսանդրիան, Ռոմը եւ Անտիոքը։ И в них епископы избираются, они назначаются. Սրանք գլխավոր այսպես ասած եպիսկոպոսարաններն էին։ Իրենց մեջ եպիսկոպոսներ էին ընտրվում։ На второй Вселенский собор Папа Римский не был даже приглашен. Եվ երկրորդ Նիկեական ժողովին Հռոմի Պապը անգամ հրավիրված չէր։ И Римская церковь не отправила даже свою делегацию. Եվ Հռոմի եկեղեցին անգամ չի ուղարկում իր դելեգացիան։ Да, то есть, когда католики говорят, что они признают авторитет 7 Вселенских соборов, Այսինքն, երբ որ կաթոլիկները ասում են, որ նրանք ընդունում են 7 տիեզերական ժողովների հեղինակությունը, надо спросить, а второй они признают? Они скажут да. Երբ որ պետք է հարցնել, երկրորդը ընդունում եք, նրանք պետք է ասեն այո։ И стоит задать вопрос, почему у вас там не было. Եվ այդտեղից արդեն գալիս է հարց, այդ դեպքում ինչու դուք այնտեղ չէիք։ Папа Вигилий пытался сорвать 5-й Вселенский собор. Վիգիլիոս Պապը փորձել է ընդհատել 5-րդ տիեզերական ժողովը։ Собор его арестовал и вычеркнул из списка участников. Իսկ ժողովն էլ իր հերթին իրեն ձերբակալեց եւ մասնակիցների ցուցակից ջնջեց իր անունը։ То есть официально на 5-м соборе не присутствовал Папа Римский. Այսինքն պաշտոնական կերպով 5-րդ տիեզերական ժողովում Հռոմի Պապ գոյություն չի ունեցել ներկաների մեջ։ То есть очень странно ему утверждать, что он там был главный. Այսինքն տարօրինակ կլինի պնդել, որ նա այնտեղ եղել է գլխավորը։ Потому что мало его, что там его не было, его выкинули оттуда. Այսինքն հերիք չի, որ նա այնտեղ չի եղել, իրեն ուղղակի դուրս են վռնդել։ Во время Халкидонского собора Քաղկեդոնի ժողովի ժամանակ Лев Великий пытался поравнять права папы с правами Константинопольского патриарха. Լեո մեծը Քաղկեդոնի ժողովի ժամանակ փորձել է Հռոմի Պապի իրավունքները հավասարեցնել Կոստանդնուպոլսի եպիսկոպոսի իրավունքների հետ։ И он переписал 28-й канон, чтобы себя возвысить. Եվ он кто? Он переписал 28-й Он переписал, он это кто? Лев Великий? Да. Եվ նա այս եպիսկոպոսը Լեո մեծը վերա թողարկեց այս 28-րդ ներողություն օրենքը, որ իրեն ավելի բարձրացնի։ Да, и собор не принимает его канона. Եվ հետեւաբար ժողովը չի ընդունում իր այս կանոնը։ Они пишут свой. Նրանք իրենցն են գրում, իրենց սեփականն են գրում։ Да, то есть видите общее впечатление, что не оставляется, что как будто этот человек, он там самый главный.
Այսինքն տեսնում ենք, որ ինքը այդտեղ ուզում էր այնպես անել, որ ինքը այդտեղ ամենամեծն է, То есть с ним спорят, բայց իր հետ վիճում են, ему, папе могут открыто противостоять, իրենք ասում են, որ նորմալ է իրեն բացահայտ հակադրվելը, и ему могут запрещать даже. նրանք կարող են անգամ արգելել, Принимаются решения независимо от него, կայացվում են որոշումներ իրենից անկախ, и даже принимаются решения против его воли. եւ անգամ ոչ թե միայն իրենից անկախ, իր կամքին հակառակել են որոշումներ կայացվում 600 лет. 600 տարի շարունակ։ Да, то есть вот эта монархизация, концентрация власти у папы идет. Այսինքն այս միապետական այս ուժի կենտրոնացումը պապի ձեռքերի մեջ И папа все время пытается сказать, я тут главный, я тут главный. երկար է տևում եւ նա շարունակում է անդադ ասել ես եմ այստեղ գլխավորը, ես եմ այստեղ գլխավորը։ Но никто другой этого не признает до Флоренского собора. Բայց մինչև Ֆլորենսի ժողովը ոչ ոք իր ասածը այդ բնդումը չի ընդունում։ Потому что во Флоренции нужна будет помощь католиков в войне против турков. Որտեւ այդ ժողովի ժամանակ կաթոլիկների օգնությունն է պետք լինում թուրքերի դեմ կռվում։ И только тогда византийцы начнут отказываться от своих богословских позиций. Միայն այդ ժամանակ բյուզանդացիները կսկսեն արդեն հետ կանգնել մի տեսակ իրենց աստվածաբանական համոզմունքներից։ Но это уже практически 1500 лет. Եվ այսպես էր գործնականում 1500 տարի։ Да. То есть ситуацию, в которой оказалась Европа, она была немножко уникальной. Այսինքն այն իրավիճակը, որում հայտնվեց Եվրոպան, իր կերպով յուրովի էր։ И она оказалась временной. Временный Временной, да, то есть только на несколько сотен лет. Եվ այն որոշ ժամանակ տևեց, մի քանի 100 տարի տևեց։ Да, то есть как же папа оказался во главе церкви? Այսինքն ինչպես Պապը դարձավ եկեղեցու գլուխը։ Первое — это распад Римской империи. Առաջինը Հռոմի կայսրության անկումը։ То есть это создало такой вакуум власти в Европе. Այսինքն դա Եվրոպայում ուժային այսպես վակուում առաջացրեց И очень сильно ослабило силу императора. եւ շատ ուժեղ կերպով թուլացրեց կայսրի ուժը։ Да, то есть император, ему нужна была помощь постоянно, ему нужны были деньги. Այսինքն կայսրին շարունակական կերպով գումար էր անհրաժեշտ, օգնություն էր անհրաժեշտ։ И из-за этого он как бы вынужден был считаться с папой, потому что это был способ поддержки его власти. Եվ սրա արդյունքում նա ստիպված էր հաշվի նստել Պապի հետ, որպեսզի շարունակվեն իրեն օգնությունները եւ աջակցությունները։ Да, второе — это уничтожение Восточной церкви под исламом. Երկրորդը այդ փաստը արևմուտքի եկեղեցու ներողություն արևելքի եկեղեցու այդ ոչնչացումներ իսլամի ներքո։ Восточные церкви просто оказались отрезанными от западных. Արևելքի եկեղեցիները ուղղակի հայտնվեցին այսպես կտրված առանձնացված կարգավիճակում արևմուտքի եկեղեցիներից։ И они проводят уже свои соборы. Եվ արդեն իրենց սեփական ժողովներն են անցկացնում։ У них уже свои богословские вопросы внутренние, и они оторваны от Запада. Եվ արդեն իրենք ունեն իրենց սեփական աստվածաբանական հարցերն ու խնդիրները ու կտրված են արդեն ուտարված են արևմուտքից։ Поэтому Папа Римский начинает себя вести, как будто он правит всем миром. То есть Папа Римский Папа Римский начинает себя вести, как будто он правит всем миром. Այսինքն այստեղից սկսած Հռոմի Պապը իրեն պահում է այնպես, կարծես նա ամբողջ աշխարհը իշխում է։ Как будто он представляет всех христиан. Եվ այնպեսի տպավորություն է փորձում ստեղծել, որ իշխում է ամբողջ քրիստոնյաների վրա։ На самом деле в Аббасидской империи количество населения христианского больше почти в 2 раза, чем в Европе. В какой империи? Аббасидской.
Это исламская аббасидская империя в Багдаде. Աբասիստի, հա, այսինքն աբասական իսլամական կայսրությունում ավելի շատ էին քրիստոնեություն ընդունողները քան այնտեղ, Мгм. Но с ними нету связи. բայց իրենց հետ չկար արդեն կապ։ Да, поэтому Папа Римский может как бы притворяться, что он над всеми христианами, хотя он не имеет контакта с большинством христиан. Բայց այսինքն Հռոմի Պապը ինչքան էլ փորձեր, ստացվում էր, որ ինքը չուներ շփում քրիստոնյաների մեծամասնության հետ։ Мгм. Да, и четвертый крестовый поход, Եվ 4-րդ հաջորդը 4-րդ ախաչակրած արշավանքն է, да, когда крестоносцы пришли в Константинополь, чтобы помогать Константинополю. երբ որ խաչակիրները եկան Կոնստանդնուպոլիս, որ ճակերտներով ասված օգնեն Կոնստանդնուպոլսին։ Да, там за 50-70 лет до того православные порезали католиков в Константинополе. Սա այն բանից 50-ից 70 տարի առաջ էր, երբ որ իրար սպանում էին ուղղափառներն ու կաթոլիկները, И когда крестоносцы пришли в город, они вспомнили и дали сдачу. առաջ էր այդ դեպքերը եւ երբ որ եկան խաչակիրները հիշեցին այդ դեպքերը, երբ որ 50-ից 70 տարի առաջ ուղղափառների ու կաթոլիկների մեջ սպանություններ տեղի ունենում, նրանք էլ փոխհատուցեցին դրա դիմաց И поубивали православных священников и ограбили город. եւ սկսեցին սպանել ուղղափառ քահանաներին եւ թալանել քաղաքը։ И буквально там через что-то 20 лет турки возьмут Константинополь. Եվ դրանից մոտարապես 20 տարի հետո թուրքերը արդեն կգրավեն Կոնստանդնուպոլիսը, Потому что ограбление города уничтожило его экономику. որովհետեւ այդ քաղաքի թալանը խաչակիրների կողմից И Византия, թուլացրեց տնտեսությունը։ да, Византия уже не могла содержать свой флот, Եվ Բյուզանդիան արդեն իր ծովային բանակը չկարողացավ պահել и не могла содержать свою армию, которая больше половины была из наемников. եւ չկարողացավ պահել իր ուժերի կեսը կայսրության այն կողմում։ Да, у них не хватало населения своего, чтобы защищаться. Իրենք ունեին իրենց բնակչությունը բավարարչա, որ պաշտպանվեին, Но они за счет торговли нанимали северные народы, чтобы те приходили и защищали их. բայց իրենք հետո վարձում էին, հա, իրենց առևտրական ուժերի միջոցներով վարձում էին մարդկանց, ովքեր որ կարող են գալ եւ իրենց պաշտպանել։ Да, четвертый крестовый поход уничтожил торговый флот, уничтожил бизнес весь в Константинополе. Իսկ այս ամեն գործունեությունը, որից որ իրենք գումար կունենային, որ կարող էին մարդ վարձել, 4-րդ խաչակրած արշավանքը ուղղակի այդ ծովային ռազմական ուժերը ամբողջապես հողին հավասարեցրեց։ И турки осадили Константинополь сразу почти. Եվ թուրքերը սկսեցին պաշարել Կոնստանդնուպոլիսը։ До того они не могли даже подойти близко. Այս բանից առաջ իրենք անգամ մոտիկ չէին կարող գալ Կոնստանդնուպոլսին։ И вот этот известный Ферраро-Флорентийский собор, Եվ այս հայտնի ժողովը, Ֆերարո ֆլորենտական ժողովը, византийские христиане отказываются от всего, только дайте нам деньги, только дайте нам солдат. այս որոշումով է առաջ գալիս, որ բյուզանդական քրիստոնյաները ասում են, մենք ամեն ինչից հրաժարվում ենք, միայն թե մեզ զինվոր տվեք։ И как раз-таки, видите, это до реформации, и Папа Римский себя начинает вести, как будто он номер один. Եվ տեսնում եք, որ հենց այս տարեթվերը 1438-1445 այս ժողովի տարեթվերը հենց նախորդում են բարեկարգության տարեթվերին, որտեղից սկսած արդեն Հռոմի Պապը իրեն սկսում է պահել որպես գլխավոր։ Да, обратите внимание, как это поздно. Նկատեք, թե ինչքան ուշ է այս ամենը տեղի ունենում։ Это 15 век. Արդեն 15-րդ դարում է։ То есть эти две вещи, они как бы связаны. Концентрация власти у папы и реформация, они шли как бы друг за другом. Այսինքն ուժի կենտրոնացումը Պապի ձեռքերում եւ հետո էլ ռեֆորմացիան, բարեկարգությունը եկան մեկը մյուսի հետևից անմիջապես։ То есть частично ранние движения вандельцев, лордов и гуситов не удались. Այսինքն մասամբ այն երեք շարժումները, վալդենսականների, լոլարդների եւ հուսականների շարժումները մասնակի հաջողվեցին,
Потому что у Папы Римского еще не было всей власти. Он был как бы еще... Որովհետև Ռոմի Պապը դեռ այդքան ուժ չուներ։ Он был вынужден договариваться и быть более мягким. Նա արդեն այդ ժամանակում պարտավորված էր պայմանավորվել, լինել ավելի նուրբ, В 15 веке они становятся на 100% наглы. բայց 15-րդ դարում արդեն նրանք շատ ավելի վատն են դառնում։ 100%։ Это начинается эпоха Возрождения. Սկսում է լուսավորության դարաշրջանը, վերածննդի դարաշրջանը, И папы римские той эпохи, 15 века, их называются папы эпохи Возрождения. եւ այդ դարաշրջանի վերածննդի դարաշրջանի պապերին հենց այդպես էլ կոչվում են։ Потому что они занимаются в основном двумя вещами. Որտեղ նրանք հիմնականում երկու բանով են զբաղված։ Охотой Որսով и искусством. եւ արվեստով։ Да, то есть они собирают картины скульпторов, они строят великие галереи. Այսինքն նրանք հավաքում են նկարներ, հավաքում են քանդակագործների քանդակներ եւ մեծ պատկերասրահներ են պատրաստում И это 90% их времени. եւ դա ծախսում է իրեն ժամանակի 90%-ը։ То есть духовные вопросы, вопросы церковные им даже не интересны. Այսինքն եկեղեցական հոգեոր հարցերը իրենց անգամ հետաքրքիր չեն։ Они живут как короли, и причем как самые плохие короли. Նրանք ապրում են այդ ժամանակ ինչպես թագավորներ, ընդ որում ամենավատ թագավորների պես։ И их интересует только вопрос касательно денег. Եվ իրենց միայն գումարի հետ կապված հարցերն են հետաքրքրում։ Потому что им нужно финансировать все вот эти их хобби. Որովհետև իրենց պետք է գումար ֆինանսավորում, որ իրենց այս հոբիները կարողանան շարունակել։ Хорошо, сейчас мы начнем канцеляризм. Հիմա մենք կսկսենք կանցելարիզմի մասին։ Есть какие-то вопросы по папству, по монархизации власти? Կան հարցեր Հռոմի Պապի հետ կապված, իր ուժի կենտրոնացման հետ կապված։ Хорошо, я переключаю тогда презентацию. Сейчас я сделаю PDF быстренько. Чат. Так. И Исайя, сейчас я пошлю вам чат. Канцеляризм. Видите, да? Да, уже я вижу. Сейчас загружается. Окей, я готов. Да, канцеляризм это что-то уникальное. Կանցելարիզմը յուրօրինակ բան է։ Это движение, которое длилось где-то 200 лет. Սա մի շարժում է, որ մոտավոր 200 տարի ձգվել է։ И это ранняя реформаторская попытка 14-16 век. Սա 14-ից 16-րդ դարերի վաղ ռեֆորմիստական ջանք էր։ Да, то есть главная идея, что верховный авторитет пап принадлежит Экуменическому собору. Այսինքն այստեղ հիմնական գաղափարը գերագույն այն էր, որ գերագույն իշխանությունը պատկանում է տիեզերական ժողովին, այլ ոչ թե Հռոմի Պապին։ Это попытка отмотать, вернуться назад, в прошлое. Սա մի փորձ է, որով կարող է վերադառնալ անցյալ, հետ գնալ անցյալ։ Вернуться в то время, когда были Вселенские соборы, Հետ գնալ այն ժամանակաշրջանը, երբ որ կային տիեզերական ժողովներ, когда церковь была республикой, как бы демократия. Երբ որ այն ժամանակաշրջանը, երբ որ եկեղեցին ժողովրդավարական էր, այսպես ասած, Епископы избирались как представители, потом эти представители съезжались, чтобы принимать решения. Այսինքն ժողովուրդը ընտրում էր եպիսկոպոսների, հետո եպիսկոպոսները կայացնում էին այդ որոշումները։ Да, канцеляризм появился из-за кризиса в папстве.
կանցելարիզմը առաջացավ պապական այդ համակարգի ճգնաժամի պայմաններում Это время называется авиньонское пленение. եւ այս ժամանակահատվածը անվանվում է ավինյոնական գերություն, Потому что папа переехал из Рима, и он жил вообще во Франции, в Авиньоне. որովհետեւ Հռոմի պապը եկավ եւ արդեն Ֆրանսիայում Ավինյոնում սկսեց ապրել И правил оттуда. եւ այնտեղից սկսեց արդեն ղեկավարել։ И в это время было несколько людей, которые говорили, что я папа римский. Եվ այդ ժամանակ կային մի քանի մարդիկ, ովքեր որ ասում էին ես եմ Հռոմի պապը։ И они друг друга исключили из церкви, анафематизировали друг друга. Եվ նրանք միմյանց եկեղեցուց վտարում էին եւ միմյանց վրա անաթեմա են կարդում։ И объявили друг друга еретиками. Եվ մեկը մյուսին համարում էր հերետիկոս եւ հայտարարում էր այդպես։ И было непонятно, кто из них главный. Եվ պարզ չէր թե իրենցից ով է գլխավորը։ И в это время богословы католические начинают думать, что надо власть у папы забрать и передать его совету. Եվ այդ ժամանակ մտածում էին, որ վերցնեն պապից իշխանությունը ու տային խորհրդին։ Француза поставили папой, он даже не был итальянцем. Ֆրանսիացիները այսպես ասած դրեցին պապ, ով որ իտալացի էլ չէր։ Да, а он отказался ехать в Рим, он просто остался в Франции. Այսինքն Ավինյոնից ինքը հրաժարվեց գնալ։ Да, и титул папы это епископ римский. Այսինքն Հռոմի պապի այդ կոչումը Հռոմի եպիսկոպոսն է հենց։ То есть как это епископ не живет в Риме и даже не оттуда, и язык не знает, и при этом он должен управлять Римом. Այսինքն ինչպես է պատահում, որ այս Հռոմի եպիսկոպոսը ոչ ազգությամբ է իտալացի, ոչ այնտեղ է ապրում, ոչ լեզուն է իմանում, եւ ինչպես է նա այս պարագայում կարողանալու կառավարել Հռոմը։ Но это еще половина беды. Բայց սա չարիքների կեսն է։ Потому что оба папы, который был в Авиньоне и который был в Риме, они избраны были одним советом кардиналов. Հաջորդ բանը այն է, որ պապը եւ այդ հակապապը երկուսն էլ միաժամանակ ընտրված էին նույն միասնական կարդինալների ժողովի կողմից։ То есть это создало такие непонятки, такой хаос, что никто не знал, кого надо поддерживать. Այսինքն այնպեսի մի քաոս առաջացավ, որ մարդիկ չէին իմանում ով ում պետք է սատարի։ И французы, естественно, поддерживали своего папу. Եվ բնականաբար ֆրանսիացիները իրենց պապին էին սատարում, А итальянцы, немцы и Англия поддерживали другого. իսկ իտալացիները, գերմանացիներն ու անգլիացիները սատարում էին մյուս պապին։ И каждый хотел уступки от папы, чтобы его на свою сторону перевести. Եվ ամեն մեկը իր հերթին փորձում էր զիջում կորզել այն պապից, ում որ փորձում էր սատարել։ Если вы мне поможете, я буду вас поддерживать. Այսինքն եթե մեզ կօգնեք, մենք ձեզ կսատարենք։ Эти два папы, их звали Урбан VI и Климент VII. Այս երկու պապերի անուններն են Ուրբանոս 6-րդ եւ Կրեմաս 7-րդ։ И это создало своего рода соревнование за политическое влияние. Եվ այսպես ասած մրցակցություն այս ամենը դարձավ իրենց մեջ քաղաքական ազդեցության հասնելու համար։ Европейские короли за уступки обещали поддержку либо тому, либо другому. Եվ եվրոպացի քաղաքավորները աջակցում էին այն պապին, որը լավագույնս ծառայում էր իրենց շահերին։ И каждый папа выбрал себе преемника, и этот раскол продолжался, почти 50 лет. Եվ յուրաքանչյուր պապ ընտրում էր իր հաջորդին, ուստի պարակտումը շարունակվեց նույնիսկ Ուրբանոսի եւ Կրեմոսի մահից հետո, մոտ 50 տարի հետո։ Да. И здесь еще произошла такая интересная вещь. Եվ այստեղ մի ուրիշ հետաքրքիր իրավիճակ էլ եղավ։
что поскольку короли поддерживали одного или другого папу, они распространяли новости плохие о сопернике. Քանի որ թագավորները այս կամ այն պապին էին սատարում, նրանք իրենց հակառակորդի ում որ սատարում էին, իրենց հակառակորդի մասին ուղղակի վատ տեղեկատվություններ էին տարածում։ Да, и еще в это время все папы, большинство кардиналов и курия Римской церкви стали французами. Եվ այդ ժամանակահատվածում մեծամասնությունը անգամ դարձավ ֆրանսիացիներ։ Да, и вот эта плохая репутация, обвинения в коррупции, они подкопали авторитет папы. Եվ այս ամեն ինչը այս վատ լուրերը, կոռուպցիան ազդում էին Հռոմի պապի իշխանության վրա։ Да, что сами французы уже задаются вопросами, что здесь происходит. Արդեն ֆրանսիացիներն են իրենք իրենց մեջ առաջ գալիս հարցով ինչ է կատարվում։ Да, вот пример Филиппа IV. Այստեղ կա օրինակ Ֆիլիպոս 4-ի մասին, Мы его уже проходили. մենք իր մասին արդեն խոսել ենք, Это он уничтожил тамплиеров орден. նա էր հենց որ ոչնչացրեց տամպլիերների После того, կարգը։ да, после того, как позанимал у них очень много денег. Այն բանից հետո, երբ որ իրենցից շատ պարտքով գումար վերցրեց։ Это самый яркий пример конфликтного монарха. Եվ սա միապետի այսպիսի վառ օրինակ է, ով ունի կոնֆլիկտային բնավորություն։ Он всем абсолютно должен был деньги. Ինքը բոլորին պարտք էր։ И ругался с папой Бонифасом VIII по вопросу налогообложения. Եվ Բոնիֆանցիոս 8-րդի հետ անգամ այդ հարկերի մասին բանավեճի բռնվեց։ Да, то есть Филипп IV, он хотел собрать налоги с духовенства. Այսինքն ինքը փորձում էր անգամ հոգևորականությունից վերցնել հարկեր։ И из-за этого папа Бонифас его отлучил от церкви, предал анафеме. Դրա համար էլ Բոնիֆանցիոս Պապը սրա արդյունքում իրեն կտրեց եկեղեցուց եւ իր վրա կարդաց անաթեմա։ Филипп запустил медиакампанию против папы. Ֆիլիպոսն էլ մեդիա մի հարթակ ձևավորեց հակառակ Պապին, Да, что тот коррумпирован, и что он гомосексуалист, и что вообще он волшебник. ու սկսեց տարածել, որ ինքը կոռումպացված է, ինքը միասեռական է եւ կախարդ։ А потом он пытался арестовать Бонифаса. Եվ դրանից հետո փորձում է ձերբակալել անգամ Հռոմի Պապին։ Да, и вот эти очень публичные разборки, качание такое, Եվ այս շատ չափից դուրս մասսայական այս զրույցները они просто показывали, что сила Папы Римского очень сильно опустилась. այս զրույցները այդ վեճերը մասսայական ցույց էին տալիս, որ Հռոմի Պապի իշխանությունը շատ է թուլացել։ Они на глазах у всего населения с королем дерутся за деньги. Նրանք Հռոմի Պապերը, այսինքն ամբողջ հասարակության առաջ թագավորների հետ կռվում են փողի համար։ Да, и здесь рождается канцелярная теория. Այստեղ առաջ теория. Да. Она берет истоки в раннем богословии. Իրակունքներով գալիս է վաղ աստվածաբանությունից И утверждает, что, смотрите, все важные решения, которые церковь принимала, она принимала собором. ինչ էր պնդում, ասում էր, տեսեք, բոլոր կարևորագույն որոշումները, որ եկեղեցին կայացրել է, դրանք կայացրել է ժողովի շրջանակներում։ То есть нет решений просто от папы, они всегда были утверждены собором. Այսինքն չկա ուղղակի պապից որոշում հաստատված, դրանք բոլորը հաստատվում են ժողովով։ И это ответственность собора удерживать или осуждать действия главы, если эти действия угрожают благосостоянию всей церкви. Եվ դա ժողովի գործն ու որոշումն է, որ նրանք պետք է դատապարտեն այն անձին ու պատճառով, որ լինեն անախորժություններ եկեղեցու մեջ։ Да. Канонисты и богословы канцеляризма, они были очень
Это часто представители монашеских движений. Եվ շատ հաճախ նրանք հենց այդ վանական շարժումների ներկայացուցիչներ էին։ И они очень далеки от охоты и от искусства. Եվ իրենք շատ հեռու էին որսից եւ արվեստից։ Можно сказать, они существуют в параллельном измерении. Կարելի է ասել, որ իրենք զուգահեռ իրականության մեջ գոյություն ունեն։ И их интересуют пасторские вопросы, их интересуют богословские вопросы. Իրենց էլ հակառակ հետաքրքրում է աստվածաբանական հարցերը, հովվական հարցերը, И они считают это главными насущными вопросами, которые надо решать сразу. եւ նրանք սա համարում էին գլխավոր հանապազօրյա հարցեր, որոնք որ պետք է անհապաղ ստանային իրենց լուծումները։ Мгм. И теория канцеляризма выходит как решение проблемы. Какую проблему они решают? Եվ այս թեորիան գալիս է նրանից, թե ինչ խնդիր են նրանք ուզում луծել։ Они предлагают, давайте решим, какой правильный папа из трех собором. Նրանք ասում են եկեք որոշենք, թե որ այս 3 պապերից որը պետք է գնա։ То есть соберем епископов, и они проголосуют, они признают одного из трех пап. Այսինքն իրենք հավաքում են ժողով եպիսկոպոսներից վարկածած եւ ընտրում են 3 պապերից մեկին։ И тогда раскол закончится. Будет единое решение, единая цель. Եվ երբ որ դա անում են, այդ պարագայում ասում են, որ այդ բաժանումներին վերջ կգա եւ եկեղեցին կունենա իր միությունը։ Да, они собираются на Пизанский собор. Նրանք հավաքվում են պիզայական ժողովում и решают, кто же истинный папа римский. Փորձում են որոշել, թե ով է իսկական Հռոմի պապը։ Который в Авиньоне или который в Риме. Որ մեկը ով որ գտնվում է Ավինյոնում, Ֆրանսիայում, թե Հռոմինը։ И они решают, что это не авиньонский и не римский. Եվ նրանք որոշում են, որ ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ А выбирают своего третьего. Եվ ընտրում են իրենց երրորդին։ И было 2, стало 3. Այսինքն երկուսի մեջ էր գնում, զրույցը արդեն 3-ն են դարձել պապ։ Да. Последующий собор успешно положил конец расколу, сместив предыдущих 2 папы. Հաջորդ հավաքը ժողովը վերջ տվեց այս ամենին и принял отречение третьего. Եվ դուրս թողեց երրորդին и теперь уже есть 4-й. Եվ հիմա արդեն առաջ եկավ 4-ով։ Да, и как бы вопрос решили? То есть что? Как бы вопрос решили? То есть заканчивается вот этот раскол. Այսինքն մարդ ընտրեցին, որի միջոցով այս 4-րդ մարդու միջոցով լուծեցին հարցը բաժանման։ Թվում էր, որ ամեն բան արդեն նորմալ է։ И собор принимает решение на съезде, что собор выше папы. Եվ այնտեղ նաև sense հպանցիկ կերպով անդրադառնում են այն թեմային, որ ժողովը պապից բարձր պետք է լինի։ Но Мартин V, когда он подписывает каноны собора, он это решение не подписывает. Բայց Մարտին 5-րդը, ով որ պետք է ստորագրեր ժողովի որոշումները, հենց հասնում է այդ որոշման այն չի ստորագրում։ То есть в каноне, в последнем списке решений, он просто убирает его. Այսինքն որոշումների կանոնի ցուցակի վերջից նա ուղղակի հեռացնում է այդ որոշումը։ Да, и то есть, с одной стороны, они решили эту проблему, то есть какой папа истинный. Այսինքն մի կողմից նրանք որոշեցին, թե որն է ճիշտ պապը։ Да, с другой стороны, они ничего не решили, потому что власть все равно осталась в руке папы, которого они сами поставили. Իսկ մյուս կողմից էլ միևնույն է մնաց իշխանությունը այն պապի ձեռքում, ում որ իրենք դրեցին։ Да, мы сейчас пройдемся по основным лицам, которые образовали канцелярийскую теорию. Մենք հիմա կանցնենք այն գլխավոր դեմքերով, հա, կուսումնասիրենք այն գլխավոր դեմքերն, ովքեր որ գլխավորում են այս կանցելյարական թեորիան։ Да, это Уильям Окам.
օքեմացի Ուիլյամներ, Он был францисканец, философ, богослов из Англии. նա Անգլիայից էր, աստվածաբան, փիլիսոփա, И его ранние труды как раз-таки создавали теорию консолидизма как власть, исходящую из соборов. եւ նրա վաղ աշխատությունները հենց այս թեորիայի հիմքում էին ընկած, որ ժողովը բարձր է պապից։ Уже в его писаниях он разделяет понятия католической и всемирной церкви. Արդեն իր գրություններում Օքեմը առանձնացնում է այնպիսի գաղափարներ, ինչպիսին են կաթոլիկություն եւ տիեզերական եկեղեցի։ Что католическая церковь видима, а всемирная церковь невидима. որ կաթոլիկ եկեղեցին տեսանելի եկեղեցի է, բայց համաշխարհային եկեղեցին անտեսանելի է։ Да, и это уже похоже на протестантизм. Եվ արդեն սա որոշակի առումով նման է բողոքականությանը։ Да. Он учил, что если папа примет ересь, Всецерковный совет мужчин и женщин может его осудить без его разрешения. Նա այսպես է ասում, եթե Պապը ընդունի ինչ-որ հերետիկոսություն, ամբողջ եկեղեցական ժողովը բաղկացած տղամարդկանցից եւ կանանցից կարող է դատապարտել իրեն անգամ առանց իր թույլտվության։ Да, и это для него был вопрос не просто теоретический, он пытался устранить папу Иоанна 22. Տեսեք, եւ սա իր համար ուղղակի թեորիական հարց չէր, որ նա որոշել էր պատահական ուղղակի քննարկել այս թեման։ Նրա նպատակն էր սրանով հասնել նրան, որ Հովանես 22-րդին ուղղակի, այսպես ասած, գահանքեց անի։ Да. Потому что францисканский орден нищенствующий отказывался от владений. Որովհետև այս ֆրանցիսկանական կարգը, որի մասն էր Օքեմը, Ուիլյամը Օքեմացի, նա փորձում էր այդ ազդեցությունից դուրս բերել իր այդ կարգը։ Как и другие нищенствующие ордена. Եվ ոնց որ մնացած ավելի անապահով կարգերն էին փորձում դուրս գալ պապի ազդեցությունից։ Да, и Папа Римский пытался заставить их отказаться от нищенства. Եվ պապն էլ իրենց ստիպում էր, որ իրենց այդ անապահովությունից, այդ աղքատությունից, այսպես ասած, դուրս գային, հրաժարվեին։ Да, то есть почему? Ինչի համար։ Потому что если структура владеет территориями, если она владеет зданиями, ей легче управлять. Ինչի համար, որովհետև եթե այդ համակարգը ունի ինչ-որ անշարժ գույքեր, տարածքներ, ֆիքսված է նրան հեշտ է ղեկավարել։ Ուիլյամ Օքամը это прекрасно понимал. Եվ Ուիլյամ Օքեմը շատ лав հասկանում էր դա։ И он образует теорию, но эта теория упиралась в практику. Он считал, что вот эти решения не должны быть приняты папой. Նա թեորիապես կացրեց այս որոշումները եւ ասաց, որ չպետք է որոշումները պապի կողմից լինեն հաստատված։ Да, это Մարսիլий Падуանский. Նկարում երևում է Մարսիլիոս Падуանցին, հա։ Схоласт, политический философ, теоретик светского государства. Նա սխոլաստ էր, քաղաքական փիլիսոփա, աշխարհիկ պետության, հա, թեորիաներ մշակող։ И он написал очень известную книгу «Защитник мира». Եվ նա գրեց շատ հայտնի մի աշխատություն, որը կոչվում է Աշխարհի պաշտպան։ И здесь он предлагает довольно-таки радикальную идею отделить церковь от государства. Եվ նա այստեղ իր գրքի մեջ մի շատ ծայրահեղական գաղափարի է ծանոթացնում մարդկանց, այն է եկեղեցու եւ պետության անջատումը իրարից։ Он богослов и представитель католического схоластицизма. Նա համ աստվածաբան է, համ ներկայացուցիչն է կաթոլիկ սխոլաստականության։ Его взгляды сходятся с Окамом, что Иисус, а не Папа, единственный глава католической церкви. Եվ ինքը իր հայացքներով նման է Օքեմի հայացքներին,
որ Հիսուսը այլ ոչ թե Հռոմի Պապը միակ գլուխն է կաթոլիկ եկեղեցու Мгм. И только Всемирная Церковь безошибочна, а не Папа. եւ որ միայն համաշխարհային եկեղեցին է անսխալական, այլ ոչ թե Պապը։ К сожалению, эта попытка реформации внутри церкви не удалась. Ցավոք սրտի այս եկեղեցու ներսի հեղափոխությունը, որ ուզում էին անել, չստացվեց։ Значит, основная проблема, что это было движение, которое не нашло лояльных членов в жителях местных. Այսինքն հիմնական պատճառը այս շարժման տապալման այն էր, որ այն սովորական բնակչության շարքում բավարարաչափ նվիրված մարդիկ չունեցավ։ Оно было академическим, оно было как бы в сфере Ինչի университетов. համար, որովհետև ինքը ակադեմիական էր, ինքը գործում էր միայն ուսումնական, այսպես բարձրակարգ հաստատությունների մասշտաբով մակարդակով Да, и в сфере высших рангов церкви. եւ նաեւ գործում էր եկեղեցու վերնախավի շրջանում։ Их идеи, они не распространялись вниз. Հետևաբար իրենց այդ բարձր մակարդակի միջի գաղափարները ներքև չիջան, չտարածվեցին դեպի հասարակ ժողովուրդը։ То есть они были правы, но они не могли передать эти правильные мысли остальным. Այսինքն իրենք ճիշտ էին, բայց իրենք չկարողացան այդ մտքերը փոխանցել մնացածին։ Население продолжало признавать папу даже в кризис. Սովորական բնակչությունը շարունակում էր պապին անգամ ճգնաժամի պայմաններում ճանաչել որպես Да. պապ։ И монархия, и знать европейская продолжали признавать, что папа номер один. Եվ վերնախավը միապետները Եվրոպայի շարունակում էին ընդունել, որ Հռոմի Պապը համար մեկն է։ Они пользовались кризисом авиньонским для самообогащения, для продвижения своих целей. Նրանք ավինյոնական ճգնաժամից օգտվում էին, որպեսզի իրենց սեփական նպատակներին հասնեն։ То есть им было удобно, что есть один папа и что он все решения принимает. Այսինքն իրենց համար հարմար էր, որ մի պապ կա, որ այդ մի պապն էլ մնացած բոլոր որոշումները կկայացնի։ Потому что тогда церковь можно использовать в своих целях. Որովհետև այդ դեպքում արդեն կարելի կլինի սեփական նպատակների համար ծառայեցնել եկեղեցին։ Да, были также и схоласты, которые отстаивали папу римского. Կան նաև էլի սխոլաստներ, ովքեր որ հակառակվում էին Հռոմի Պապին։ То есть с точки зрения знати, для них это как бы, они не видели единства в голосе церкви. Они видели единство? Да, единство в голосах церкви, да. Տեսեք, սովորական բնակչությունն էլ, քանի որ սխոլաստների մեջ էլ կային մարդիկ, ովքեր որ իրանք էլ սատարում էին Հռոմի Պապին, սովորական ժողովուրդը նայում էր եւ չէր տեսնում միաբերանություն այդ եկեղեցու վերնախավի մեջ, ոմանք սատարում էին, ոմանք էլ դեմ էին։ Кто-то признает папу, кто-то не признает. Да, и непонятно, кто прав. Алло? Алло, Исайя, мы потерялись? Я вас не слышу. Раз, два, три. Сейчас мы посмотрим здесь. Всё, уже слышно. Слышно, да? Sai Да, komukit уже sa. слышно. Уже Ага. слышно. Хорошо, сейчас я здесь переподключу компьютер к батарее. Да. Да, то есть у церкви не было общей единой позиции по этим вопросам. Այսինքն ճուներ եկեղեցին մի ամբողջական
տեսակետ այս հարցերի վերաբերյալ։ И люди не могли определить, кто прав. Правы те, кто за соборы или кто против соборов, за папу. Եվ ժողովուրդն էլ չէր կարողանում կողմնորոշվել ճիշտ են մարդիկ, ովքեր սատարում են պապին, թե ճիշտ են մարդիկ, ովքեր դեմ են նրան։ И со временем это движение канцеляризма, оно становится более радикальным. Եվ այս կանցելարիստական շարժումը ժամանակի ընթացքում ավելի ծայրահեղական է դառնում։ И когда на Базеле они выбрали еще одного антипапу, Եվ նրանք հետո եւս մի հակապապ ընտրեցին, они уже потеряли поддержку уже европейских государств. Բազելում եւս մեկ հակապապ ընտրեցին եւ արդեն եվրոպական պետությունների սատարումը աջակցությունը կորցրեցին։ То есть это на самом деле симптом оторванности академиков от реальности. Սա արդեն սիմպտոմ է, երևույթ է ակադեմիկոսների կտրվածության իրականությունից առանձին լինելու մասին։ У них был один успешный пример, когда они смогли устранить 3 пап и поставить Мартина V. Նրանց մոտ մի անգամ լավ ստացվեց 3 պապերին չեզոքացնել եւ Մարտին 5-րդին դնել, И они подумали, что все, у них получилось, теперь дальше так и будет. եւ նրանք դրա արդյունքում մտածեցին, որ վերջ իրենց մոտ ստացվում է, նույն կերպ պետք է շարունակել։ Вот. А реальность оказалась другой. Բայց իրականությունը պարզվեց այլ էր, Потому что в итоге принцы, государства, политические связи, они все равно оказывали гораздо более сильное влияние, чем решения академиков. որովհետեւ աշխարհիկ իշխանությունները, պետությունները, արքայազները ավելի շատ ազդեցություն էին ունենում, քան այս շարժման միջի ակադեմիկոսները։ Да, в 1512 году начинается Пятый Латеранский собор. 1512 թվականին սկսվում է 5-րդ լատերանական ժողովը Он длится 5 лет. եւ տևում է մինչեւ 1517 թվականը։ И в процессе этого собора папа Юлий II говорит, что он самый главный, что собор никогда не будет выше авторитета папы. Եվ Հուլիոս II Հռոմի պապը ասում է, որ ինքը ամենավերևում է կանգնած եւ ժողովն էլ ենթակա է իրեն։ И до сих пор это официальная католическая позиция. Это то, что католическая вера сегодня исповедует. Եվ այսպիսով մինչև օրս կաթոլիկ վարդապետության մեջ սա ֆիքսված բան է։ Заметьте дату. Նկատեք տարեթվերը։ Собор закончился в 1517 году. 1517 թվականին է վերջանում այս ժողովը։ Да, он закончился где-то весной, и как раз-таки осенью Лютер повесил 95 тезисов. Այն վերջացավ մոտավորապես գարնանը եւ աշնանը արդեն Լյութերը կախեց իր 95 թեզիսները։ То есть конец канцеляризма прям походит в тот же самый год. Այսինքն կանցելարիզմի վերջը համընկնում է հենց այն սկզբին, որը որ տալիս է Մարտին Լյութերը իր բարեկարգությամբ։ Да. То есть до 1512 года, 1517 года вопрос первенства папы официально не был решен. Այսինքն մինչև 1512 թվականը Հռոմի պապի առաջնայնությունը այդ հարցը մինչև էր լուծված չէր։ Прямо перед реформацией монархизация власти становится официальной. Հենց անմիջապես բարեկարգությունից առաջ ուժի այդ կենտրոնացումը միապետի ձեռքում արդեն Հռոմի պաշտոնական տեսակետն էր։ И сразу же этот толчок, это решение, оно дает обратную реакцию. Եվ այդ ուժը այդ պորտկումը կտա միանգամից իր հակառակ ազդեցությունը, Потому что европейские принципы начнут выступать против папы. որովհետև եվրոպական շարժառիթները կսկսեն արդեն գործել հակառակ պապին։ Да, то есть, с одной стороны, да, канцеляризм был неудачным. Մի կողմից կարող ենք ասել, որ կանցելարիզմը անհաջող շարժում էր։
Но, с другой стороны, он подготовил Европу к изменениям сверху. Բայց մյուս կողմից էլ այն պատրաստեց Եվրոպային վերևից ներքև փոփոխության։ Вальденцы, лолларды, гуситы готовили Европу с ниже стороны общества. Վալդենսականները, դոլարները, հուսականները Եվրոպան պատրաստեցին բարեկարգության ներքևից վերև։ А канцеляризм подготовил сверху. Իսկ կանցելարիզմն էլ վերևից պատրաստեց փոփոխության։ Да. Есть и современное движение канцеляризма. Կան մեր օրերի նաև շարժումներ կանցելարիզմի, Но он остается, к сожалению, такой же академический. բայց ցավոք սրտի այսօր էլ շարունակում է մնալ ակադեմիական։ То есть это обсуждают богословы в своих кабинетах, но оно не особо оказывает влияние на население планеты. Այսինքն աստվածաբանները իրենց սենյակներում, աշխատասենյակներում քննարկում են դա, բայց այն շատ արտասովոր ազդեցություն չի ունենում աշխարհի բնակչության վրա։ Да. Но исторически теория правильная. Բայց պատմականորեն ասված այս թեորիան ճիշտ է։ И нам нужно учить об этом людям. Եվ մենք պետք է դրա մասին սովորեցնենք ժողովրդին, մարդկանց։ Да. Чтобы оставаться вот в этой системе semper reformatis, всегда реформируемым, Որպեսզի մնանք միշտ այս համակարգի մեջ, որ միշտ պետք է բարեկարգվել, реформация не может происходить просто в кабинетах богословов. չենք կարող ասել, որ բարեկարգությունը չի կարող բարեկարգությունը միշտ Она должна проникать вниз, она должна спускаться от элиты к обычным людям. Եթե մենք ուզում ենք, որ բարեկարգությունը շարունակվի միշտ, այն պետք է այդ աստվածաբանական կաբինետներից դուրս գա եւ վերևից ներքև իջնի սովորական մարդկանց դեպի։ Да. И пока эти попытки очень ограничены. Եվ միջ այժմ այդպիսի փորձերը շատ սահմանափակ են։ Хорошо, мы заканчиваем канцеляризм. Есть какие-то вопросы по канцеляризму? Մենք վերջացնում ենք կանցելարիզմը, եթե հարցեր ունեք այս թեմայով, ո՞ղ ուղղել։ Есть какие-то комментарии, мысли? Որ մեկնաբանություններ, մտքեր։ Нет, наверное. Да, хорошо, тогда мы начнем потихонечку гуманизм. Сейчас у нас скоро будет переменная. Просто Գումանիզմ։ Да, гуманизм. Հիմա արդեն սկսում ենք հումանիզմը, այս մարդասիրական շարժման ուսումնասիրությունը։ Да. И сейчас я выложу PDF. Да, гуманизм и канцеляризм, у них есть связь между собой. Հումանիզմը ու կանցելարիզմը ունեն կապ մեկը մյուսի հետ։ Гуманизм можно считать продолжением или остатком канцеляризма. Հումանիզմ կարելի է համարել, որ հումանիզմը կարելի է համարել որպես կանցելարիզմի շարունակություն կամ դրա մնացորդների վրա հիմնած մի շարժում։ Это культурное движение внутри церкви. Դա մշակութային շարժում է եկեղեցու ներսում։ И оно началось тоже среди академиков, среди элиты. Եվ այն նույնպես սկսել է ակադեմիկոսների եւ բարձրաստիճան հասարակության շրջանակներում, Но оно еще связано с появлением среднего класса в Европе. բայց միաժամանակ այն պայմանավորված է Եվրոպայում միջին խավի ձևավորման հետ։ Да, вообще до XIV века европейцы жили как бы на грани выживания. Ընդհանրապես մինչև 14-րդ դարը եվրոպացիները ապրում էին գոյատևման եզրին։ Были постоянные войны, Մշտական պատերազմներ, внешние угрозы сначала от турков, արտաքին վտանգներ սկզբից թուրքերի ձեռքով, потом от монголов. հետո մոնղոլների, То есть надо не забывать, что монголы дошли до Венгрии. այսինքն պետք չէ մոռանալ, որ մոնղոլները մինչև Վենգրիա գնացին։ И Чингисхан умер
когда монголы вторгались в Европу. Եվ Չինգիզ խանը մահացավ այն ժամանակ, երբ որ մոնղոլները մտնում էին արդեն ներխուժում էին Եվրոպա։ Монголы отошли и вернулись обратно, чтобы избирать следующего хана для себя. Եվ մոնղոլները վերադարձան, որպեսզի հաջորդ խանին ընտրեն իրենց համար։ Но европейцы знали, что они на волоске от уничтожения. Բայց եվրոպացիները հասկացել էին, որ նրանք մազից են կախված, ոչնչանալու եզրին են արդեն։ Да. А потом началась черная смерть, Հետո սկսեց սև մահը, чума, այդ бубонская чума, բուբոնական այդ վիրուսը, да, которая убила треть населения в Европе. այդ վարակը սպանեց Եվրոպայի հասարակության 1/3-ը И почти уничтожила сельское хозяйство. եւ ամբողջ գյուղատնտեսությունը, համարյա թե ամբողջ գյուղատնտեսությունը կանգնեցրեց ոչնչացման եզրին։ То есть помимо смерти от самой болезни, люди умирали от голода тоже. Արդեն, այսինքն ոչ թե միայն մարդիկ մահանում էին վարակից, նաեւ մահանում էին սովից։ И европейцы жили как бы вот на такой грани смерть-жизнь. Եվ եվրոպացիները գործնականում հենց այսպիսի սահմանին էլ ապրում էին մահ եւ կյանք։ В XIV веке ситуация сильно улучшается. Եվ 14-րդ դարում իրավիճակը շատ կտրուկ կերպով բարելավում է։ Это связано с технологиями, Կապված է դա տեխնոլոգիական առաջընթացի հետ, с торговлей, разные факторы. առևտրականության զարգացման հետ տարբեր Обращение викингов в христианство, վիկինգների դարձի գալը քրիստոնեության, да, потому что они перестали грабить Европу. այսինքն այս բանից հետո նրանք դադարեցին թալանել Եվրոպան։ И это начинает такой маленький золотой век. Եվ դա իր հերթին սկսում է, այսպես ասած, փոքրիկ ոսկե դար։ Да, и появляются люди, которые думают не что я буду кушать, а они думают уже о других вопросах, более сложных. Եվ արդեն հայտնվում են մարդիկ, ովքեր որ ոչ թե մտածում են ես ինչ պետք է ուտեմ, այլ քանի որ այդ հարցը արդեն լուծված է, նրանք մտածում են ավելի բարդ հարցերի շուրջ։ Они начинают думать о вопросе, что я буду читать. Նրանք արդեն մտածում են այն հարցի մասին, թե ինչ եմ ես կարդալու, То есть как я буду проводить свое свободное время. ինչ կերպ անցկացնեմ իմ ազատ ժամանակը։ И появляется огромный рынок, огромный спрос на книги. Եվ սկսվում է արդեն հայտնվում է արդեն մեծ շուկա եւ մեծ պահանջարկ է առաջ գալիս գրքերի մասով։ Европейцы хотят читать Библию, Եվրոպացիները ցանկանում են Աստվածաշունչ կարդալ, они хотят читать церковных отцов, ուզում են կարդալ եկեղեցու հայրերին, они хотят читать европейскую исламскую литературу тоже. ուզում են եվրոպական իսլամիստական նաեւ գրականություն էլ կարդան։ Все, побольше книг мы хотим читать. Ամեն ինչ, միայն թե լինի շատ գիրք, մենք շատ ենք ուզում կարդալ։ Хорошо, давайте сделаем перерыв на 10 минут Շատ լավ, եկեք 10 րոպե դադարվեցնենք и продолжим с гуманизма. եւ մարդասիրության այս թեման շարունակենք։